Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանը շարունակում է կրակել սահմանամերձ համայնքներից ամենօրյա ռեժիմով է նախազանգում, խաղաղ չէ, ներգրավել միջազգային միջնորդներ, բանակցային գործընթացի երաշխավորներ, վերափոխել բանակցությունների տրամաբանությունը։ Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանն է նշում, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում բազմաթիվ բացթողումներ կան։ Մեղադրում է իշխանություններին գործընթացը սխալ ուղղությամբ տանելու համար։ Անհրաժեշտ է գտնել մի որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է երկու մինիմալ պահանջների։ Մեկ, ունակ է ներգրավվել, այստեղ խոսում ենք եւ ցանկության մասին, եւ պարտադրանք բառը լավ բառ չի միջազգային իրավունքի մեջ օգտագործելու համար, բայց որը կարող է իր հեղինակությամբ այնպես անել, որ երկու կողմերն էլ ընդունեն իր միջնորդական ծառայությունները, այսպես ձևակերպենք։ Եվ երկրորդ, որը այս կամ այն կերպ ներգործություն եւ ներկայություն ունի տարածաշրջան։ Մամիջանյանն ասում է, որ ադրբեջանական կողմից անընդհատ գեներացվելու են նոր պահանջներ, քանի դեռ հայկական կողմը զիջման մոտեցում է որդեգրել։ Ընդդիմադիր Մյուս ուժի Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինա Վարդանյանը եւս կարծում է, թե Ադրբեջանը զիջումներ կորզելու նպատակով շարունակելու է սահմանային իրավիճակը անկայունացնել։ Անդրադառնալով այդ միջադեպերին ձևակերպում է, թե վերջին 5 տարիներին ադրբեջանական կողմը սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելով, տեղեկատվական ահաբեկչություն իրականացնելով ստանում է ավելին, քան կարող է պատկերացնել։ Որովհետև ինքը պարզապես պատերազմի սպառնալիքով անցած տարի Տավուշում ստացել է Տավուշյան առաջնագծի կազմաքանդում։ Իշխանականները հաստատում են, Բաքուն սահմանային լարվածությունը տակ պահելով ամեն անգամ փորձում է իրավիճակը տանել դեպի նոր էսկալացիա։ Քաղաքացիական պայմանագրից ասում են, իշխանությունն իր հերթին փորձում է դա թույլ չտալ, ինչ վերաբերում է հայկական պաշտպանական գերատեսչության հայտարարություններին, արձագանքին, ապա ըստ падգամավորի նախարարությունը արձանագրում է այն, ինչն իրականում տեղի է ունեցել։ Ապացույցներ կան։ Իրավիճակի լարումը կամ հնարավոր էսկալացիան կախված է ինչպես Բաքվի ցանկություններից, այնպես էլ նաև մեր այդ իրավիճակը կառավարելու ունակություններից։ Օրինակ, չգիտեմ, էլի մինչև 20 թվականի պատերազմը որպես այդպեսին, եթե հիշեք, թե Տավուշի օրինակ սահմանամերձ գյուղերում ինչ վիճակ էր, թե Տավուշի սահմանամերձ գյուղերում առհասարակ ինչ մթնոլորտ էր, թե քանի տանիք կար Տավուշի սահմանամերձ գյուղերում, որ ուղղակի կրակված չէին գնդացիրներով, ու չգիտեմ, էլի դա համեմատելու չի։ Իսկ ինչով է պայմանավորված էսկալացիայի վտանգը, ինչ նպատակ է փորձում իրագործել Բաքուն այս քայլով։ Ինքը իշխանական падգամավորը լրագրողին պատասխանում է. «Չեմ կարող ասել, ճիշտ կլինի այդ հարցը իրենց տակ»։ Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել մասնակցելու ԱՊՀ երրորդ խաղերին, որոնք կանցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում եւ մի շարք այլ քաղաքներում։ Հայաստանի մասնակցության համար ԿԳՄՍ նախարարն էլ պատասխանել է լրագրողների հարցին, որ առաջիկայում կքննարկեն եւ որոշում կկայացնեն։ Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում անվտանգության միջոցառումներից, ասել է Ժաննա Անդրեասյանը, որոնք են զինված ուժերում զինծառայողների միջև կոնֆլիկտների, նաև մահվան ելքերով դեպքերի պատճառները։ Երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է գնահատում։ Նրա ձևակերպմամբ բանակում խնդիրների մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ վերաբերմունքի մշակույթից։ Փաշինյանի դիտարկմամբ զինված ուժերում եղած խնդիրների 90%-ը բանակի հետ կապ չունի։ Ժորժան, Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելը ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է եւ ամոթ լինի։ Հայաստանում խնդիրներ կան նաև ընտանիքներում, կանանց նկատմամբ բռնության հարցն էլ քննարկեցին։ Կառավարությունում փաստեցին կանանց նկատմամբ բռնություն կա ոչ միայն մարզերում, այլ նաև Երևանում։ Բռնության միջավայր կա մեծ հաշվով, խտրականությունը, այդտեղ խտրականությունը ինչ է, այդտեղ իհարկե տերմինաբանության խնդիր կա, ես դա ուզում ասեի, պետք է հասկանալ խտրականություն ասելով ինչ նկատի ունենք, բայց այդ բանավեճը, բայց այո, այն որ կա բռնություն եւ բռնության միջավայր, դա ակնհայտ է։ Մենք էլի ենք առնչվել այս ոլորտին, մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնց շուրջ սեղանների շուրջ ընդունված է ճոռոն բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ։ Խնդիրը կա նաեւ Երևանում, Երևանի ամենակենտրոնում, Երևանի արվարձաններում եւ ամենուր այդ խնդիրը կա Հայաստանի Հանրապետությունում։
Փաշինյանը անդրադարձավ նաև ընտանիքներում վատ սովորույթներին։ Նա զարմացած հարց է տալիս, որն է պատճառը, որ ընտանիքներում փոքր տղաներին հայոյանք են սովորեցնում։ Եկել տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփում են, մեկը արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվությունը խթանելու համար էլ կառավարությունը երկրորդ եռամսյակի համար հատկացրեց 209 միլիոն դրամ։ Աջակցություն կտրվի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավելի տարի անհուսալի դասում են, միաժամանակ մայր գումարին առնչվող պարտավորությունները չեն գերազանցում 1 միլիոն դրամը։ Ծրագրից օգտվելու հնարավորություն ունեցող պոտենցիալ շահառուները 218 հազարն են։ Նրանց վարկային ընդհանուր բեռը 168 միլիարդ դրամ է։ Օրինակ մարդը ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում ա որ այդեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրել եւ հասկանալ որն է խնդիրը։ Գուցե քաղաքացիները տեղյակել չեն ծրագրի մասին։ Վատիկանում հրաժեշտ են տալիս Ռոմի Պապ Ֆրանցիսկոսին Պապի մարմինն անձնական նստավայրից Սանտա Մարտայից, որտեղ նա մահացել է ապրիլի 21-ին, տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար։ Պոնտիֆիկոսի հրաժեշտի ծեսը նկարագրված է հատուկ փաստաթղթում, սակայն Ֆրանցիսկոսն իր կենդանության օրոք պարզեցրել է ընթացակարգը։ Ֆրանցիսկոսի հրաժեշտը կտևի մինչև ապրիլի 25-ը, հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։ Պեկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը խոսելով քաղաքական փոխվստահության առանցքային հարցերում փոխաջակցության եւ միջազգային ասպարեզում երկրների գործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին հայտարարել է, որ Չինաստանը սատարում է պետական ինքնիշխանությանը, անկախության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված Ադրբեջանի ջանքերը։ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նոր կանխատեսում, որը բավականին տագնապալի է։ Համաշխարհային տնտեսությունը նոր գնահատականներով կաչի ընդամենը 2.8%-ով։ Սա կես տոկոսով պակաս է, քան նախկինում նախատեսվում էր, գրում է Բիլդը։ Հիմնադրամի նշած հիմնական պատճառներից մեկն առևտրային պատերազմի նոր փուլն է, որը հրահրել է Դոնալդ Թրամփը ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերով։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջիկայում կայցելի Ադրբեջան, գրել է Իսրայել Հայոմ թերթը, չհստակեցնելով հստակ ամսաթիվը։ Ըստ իսրայելական թերթի Նեթանյահուն Բաքվում հանդիպելու է նախագահ Ալիևի հետ։ Թուրք-սիրիական խնդրից բացի Նեթանյահուն եւ Ալիևը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։ Ադրբեջանն Իսրայելի համար բարեկամ պետություն է, որտեղ 2 շաբաթ առաջ տեխնիկական բանակցություններ են կայացրել Իսրայելի եւ Թուրքիայի միջև կանխելու Սիրիայի տարածքում երկու երկրների միջև ռազմական բախման հավանականությունը։ Տարվա առաջին 3 ամիսների ընթացքում զանգվածային լրատվության միջոցների եւ լրագրողների գործունեությունը սահմանափակելու 56 դեպք է արձանագրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։ Թեև անցնող եռամսյակում հարաբերական անդորր էր հասարակական քաղաքական կյանքում, այնուամենայնիվ բավականին շատ են եղել կոնֆլիկտային իրավիճակները ազգային ժողովում։ Ասեմ, որ 56 դեպք են արձանագրել եւ դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը տարբեր տեսակի այլ ճնշումներ եւ 29-ը տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ։ Արձանագրված ճնշումների մեծ մասը ըստ Մելիքյանի իշխանության ներկայացուցիչներն են իրականացրել, այս դեպքերն ի դեպ աճել են անցած տարվա համեմատ 17-ից դառնալով 25։ 25 դեպքից 18 դեպքում կոնֆլիկտային իրավիճակները հենց իշխանությունների ներկայացուցիչների հետ են եղել եւ դա բավականին այսպես մտահոգիչ տենդենց է։ 2025 թվականի առաջին եռամսյակում 15 նոր հայց է ներկայացվել լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ, ընդ որում 12-ը նույնպես պետական մարմինների եւ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Արձանագրվել է նաեւ հեղինակային իրավունքի խախտման դեպքեր։ 15-ից 2-ը ուրեմն լրատվական գործակալության հայց է ընդդեմ լրատվամիջոցի, այստեղ լրատվամիջոցը ընդդեմ լրատվամիջոցի հանդես եկել եւ դա հեղինակային իրավունքի պաշտպանության հայցեր են, իսկ մեկը շարքային քաղաքացու կողմից է ներկայացված։ Վիրավորանքներով, զրպարտություններով գործերը գերակշռող են եւ դա նորություն չէ, իսկ ահա հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող հայցերը նորություն են, վերջին տարիներին չեն եղել։ Սա հետաքրքիր է այն առումով, որ հենց
լուսանկարներին է վերաբերում, երբ որևէ պայմանավորվածություն չունենալով, առանց հղման, առանց վճարման այդ լուսանկարները հրապարակում են։ Սա ուշագրավ գործեր են այս հայցերը եւ շատ դարքի է թե դատարանը ինչ դիրքորոշում կընդունի։ Անդրադառնալով падգամավոր լրագրող հարաբերություններին Մելիքյանը նկատեց կոնֆլիկտային իրավիճակներում ամենից շատ աչքի է ընկել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ավելին 4 դատական հայց է ներկայացրել։ Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական բռնության որևէ դեպք չի եղել։ Այս տարի դրանք երկուսն էլ ազգային ժողովի անվտանգության աշխատակիցների կողմից։ Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը Պանգասիուս տեսակի ձուկը կրկին հայտնվել է հայկական շուկայում, ահազանգում են մասնագետները։ Այս ձկնատեսակը բուծվում է հիմնականում Վիետնամում, Մեկոնգ գետում, որը անթույլատրելի աղտոտվածություն ունի, ասում է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։ Գետի մեջ արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր ու աղբ է լցվում, իսկ ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Մինչև վերջի տարիները շատ երկրներում ուղղակի արգելված էր։ Վերջի 2 տարին եվրոպական երկրներում խիստ վերահսկողության դեպքում թույլատրվում է մտնել համուտների ցանց, ինչը այնտեղ վաճառվում է մոտավորապես 14-15 եվրոյով կիլոգրամը։ Մինչև 2024 թվականը Հայաստանում բավականին տարածված է եղել, վաճառել են գրեթե բոլոր խանութներում, մարդիկ գնել են, որովհետև շատ էժան է եղել։ Փորձեցին ՍԱՏՄ-ի հետ համագործակցելով ներկայացներին, այսպես ասած, այնպիսի վիճակի մեջ դրեցին, որ նրանք չներկրեն այդ ձուկը։ Եվ հայկական շուկայից կարելի ասել, այս մոտ 10 տարի կտրվել է, չկար Պանգասիուս տեսակի ձուկը, հիմա նորից հայտնվել է շուկայում։ Այսօր Պանգասիուսը կրկին հայկական շուկայում է, վաճառվում է կիլոգրամը մոտ 1700 դրամով, հետևաբար այն ըստ մասնագետի չի կարող որակյալ համարվել։ Հայաստանում մենք չունենք համապատասխան լաբորատորիաներ, որ մանրակրկիտ փորձաքննության ենթարկենք, ինչպես արվում է Եվրոպայում, ուստի պետք է կանխարգելել ներկրումը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից էլ պարզաբանում են, որ ահազանգը ընդունել եւ ընթացք են տվել։ Այն կգնա մասնագիտական ստորաբաժանումներ, որոշում կկայացվի եւ ամենայն հավանականությամբ վերահսկողություն կսկսվի նախ իրացման ցանցում եւ եթե խնդիրներ հայտնաբերվեն, բնականաբար հետագծելիությամբ նաեւ ներմուծողի մոտ։ Եվ սննդի անվտանգության պատասխանատուները եւ փորձագետները հորդորում են առայժմ չգնել այս ձկնատեսակը, վտանգավոր է։ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները։ Սասունցի Դավիթ կայարանում աշխատանքներն ավարտվել են, Զորավար Անդրանիկ կայարանում աշխատանքներն ընթացքի մեջ են, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Մեկ ամիս է Ավանի Հովանես Հովանեսյան թաղամասի 26 կոտորակ 2 հասցեում հակասանիտարական վիճակ է։ Մանկապարտեզի գլխավոր մուտքի եւ 9 հարկանի շենքի դիմաց գոյաջրերից լճակ է առաջացել։ Վիճակն ահավոր է, ասում են մանկապարտեզի սաների ծնողներն ու բնակիչները։ Մի քանի 100 մետրից են զգում գարշահոտը։ Եկեք քանդել մա տրուբային դրանյանի սարքել են, տես թողին էլի մեկա չի սարքել։ Բայց հստակ վիճակն է, այսի գասս քանդեն։ Այս հակասանիտարական վիճակը հոտը, որ անգամ 100-200 մետրից խեղդում է, անգամ այդ հոտը հասնում է մինչև մանկապարտեզ, իսկ ոչ մի պատկան կառույց չի փորձում այս խնդիրը լուծել։ Բավարար ալներուստ է, որ երեք մի քիչ տաք արեց, արդեն անհնարին էր։ Երևանցիների խոսքով Վեոլիա ջրի ներկայացուցիչները եկել են քանդել, անգամ վնասել շենքը սնուցող էլեկտրական լարերը։ Հետո արդեն Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է հոսանքի հարցը լուծել, իսկ հակասանիտարական վիճակն այդպես էլ մնացել է։ Այս պահին էլ այդ վնասված հոսանքը չի կարգավորվել, ինչ-որ կցոնով ըստ բնակիչների հայտնացի, կցոնով միացրել են, ինչը ոնց որ իրենք են ասում նագրուսկա կտա մյուս լարերին։ Տեսեք կապելները կդրել են, երկու ֆազը դրել են մի ֆազի տակ, լիֆտ չի աշխատում։ Քանի 9։ Դիալեզով հիվանդ մարդ ունենք, ամեն օրը մեջ եթում է դիալեզի։ Ամեն օր են պատասխանատու կառույցներին զանգում, բայց ասում են քարան տարբերություն է բոլոր օղակներում։ Այս ամենին զուգահեռ նաև տարածքն է վտանգավոր դառնում, քանի որ դրանք լույսերով սահմանազատված չեն ու որևէ մեկն ապահովագրված չէ այդ փոստընկնելուց։
Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրել են ապրիլի 15-ին, ժամը 18:45-ին մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվել եւ Toyota Magnus-ի ավտոմեքենայով վարչություն է տեղափոխվել Արմավիրի մարզի 2 եւ Գորիս քաղաքի 1 բնակիչ։ Խոզարկությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված, մյուսում կպչուն ժապավենով 66 փաթեթ, լցված ընդհանուր առմամբ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Ապրիլի 23-ին Տիգրան Մեծպողոտայի թիվ 42 հասցեի դիմաց Հարութ Աղաջանյանը BMW-ով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Fiat-ին, Hyundai-ին եւ Mercedes-ին։ Վարորդ Աղաջանյանն ու նրա 24-ամյա ուղևորը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Մինչև նրան ժամանումը BMW-ից հանել էին համարանիշները, հետո տեղադրել են։ Դարձյալ ապրիլի 23-ին 30-ամյա Սոս Մանուկյանը Տեսլայով Միասնիկյան պողոտայում բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, ապա անցել գազոնի վրայով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները եւ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Ինձ հասկանցել է խփե։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Ապրիլի 22-ին 58-ամյա Հարությունը Օփելով Աշտարակահակի Վարդգես Պետրոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վարորդը նրա 51, 25 եւ 2 տարեկան ուղևորները տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն, իսկ մյուս 35-ամյա հղի ուղևորը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում Աշտարակի 3 անչափահաս բնակիչ, ովքեր մինչև մեծահասակների ու փրկարարների ժամանումը մեքենայից դուրս են բերել վիրավորին, հետո փրկարարծառայության Աշտարակի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն ու Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոցներ։ Ժամանել էին նաև ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Իդեպ վարորդը եղել է ոչ թափ։ Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը։ Իսկ ջրվեժում բախվել են ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական գազելն ու Նիսանը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ապրիլի 22-ին Եղվարդ Աշտարակ ճանապարհին բախվել են Mercedes-ը եւ Ford Transit-ը։ Վառելափայտով բարձված Ford-ը շրջվել է, 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի գումարտակների պարեկները, ինչպես նաեւ շտապօգնության բժիշկները, նրանք տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նայրի քննչական բաժին։ Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում Ալեք Մանուկյան 11 հասցեի մոտակայքում մեքենա է այրվել։ Սկզբում կրակի դեմ պայքարել են 37-ամյա վարորդն ու քաղաքացիները, հետո Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել Hyundai-ում առաջացած կրակը, սակայն մեքենան այլևս շահագործել հնարավոր չէ։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ապրիլի 21-ին էլ 60-ամյա Արմենը Հոնդայով Երևան Մեղրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել։ Վարորդն ու 65 տարեկան 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապան բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Ապրիլի 23-ին Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով նորից Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհին գտնվող կամրջի տակ երթևեկությունը վարորդների համար պատուհաս էր դարձել։ Մոտ 2 ժամից ավելի քաոսային վիճակ էր, սակայն ոչ քաղաքային իշխանությունից, ոչ Վեոլիա ջրից եւ ոչ էլ Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից որևէ ներկայացուցիչ չէր եկել։ Եկավ հետադառնում քաշմարթը։
մեծ թվով ավտոմեքենաներ մի կերպ են դուրս եկել, վարորդներ կան, իրենց ավտոմեքենայի համարանիշներն են կորցրել այս ջրի մեջ